Պարոն Կարապետյան, ընտրություններին 5 օր է մնացել։ Քանի օրինակ։ Պարոն Կարապետյան, կհասնենք դռների մոտ։ Ընտրություններին մնացել է 5 օր, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսում ունեք, դուք ինչքան կհավաքեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան ձայն կհավաքեք։ Կարող եմ ասել, մենք հաղթելու ենք։ Ինչքան կհավաքենք, դա այդքան կարևոր չի։ 50 պլյուս չհավաքեք, պարոն Կարապետյան։ Այսքան այդ վստահությունը որտեղից։ Մարդեսու 50 պլյուս չհավաքեցիք։ Օրը ոնց 5 հավաքեց, արդեն նեղացրեցիք։ Ոնց 5 հավաքեց։ 21 թվին պատերազմից հետո այդքան էմոցիոնալ վիճակում արդեն 50-54% հավաքեց։ Բայց 21 թվին մենք չենք մասնակցում։ Քոչարյանն էր մասնակցում, մյուսներն էր մասնակցում։ Բայց հիմա մենք ենք մասնակցում։ Բայց Քոչարյանն էլ է մասնակցում, որին թիրախավորվում ու ասում են, որ այ ձայները տալու են իրեն, եթե դուք ընդդիմության տակ Քոչարյանն նորից գալու վախեցնում են, եռագլուխ են ձեզ սարքել։ Ձեր տարբերությունը մյուսներից ո՞րն է, որ 2021-ին մասնակցում։ Մենք ուժեղ ենք։ Չեք տեսնում ուժեղ Հայաստան։ Վաղը մեծ հանրահավաք է Պարոն Կարապետյան, եւ ձեր ակնկալած բարձր տոկոսները չհավաքեք։ Սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում։ Դեր շանսերը հիմա էլ եմ 100% գնահատում։ Ձեր Facebook-յան էջում 54%-անոց աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է զետեղված, պարոն Կարապետյան։ Մինչև ընտրություններ դրա համար։ Ես կարծիք թույլ տվեք չհայտնել։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհաստատեք խորհրդարան։ Դա այդ եթեն չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղությամբ։ Պարոն Կարապետյան, գիտեք վարչական ռեսուրսի կիրառման մասին վարչական ճնշումները ձեզ վրա ըստ էության լավ ազդեցություն չեն ունենում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ առևտրային ճանապարհը փակեց Հայաստանյանը, բայց դրանով Ռուսաստանի Դաշնության ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են։ Ես դրա հետ գործ չունեմ։ Ճնշում են, չեն ճնշում։ այսօր էկոնոմիկայի նախագործողություններ իրականացնում Ես տալանտակ եմ, հեսա դատարանից, որ նստակ կսկսեմ բզբզել։ Պարոն Կարապետյան, Ռուսաստանի հետ կապված նման խոսույթ կա, որ հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում։ Փողերի լվացման համար են մեղադրում, դուք սա անհիմն եք։ Ընտրողների շահավետ։ Մեր թիմից չկա մի մարդ, գոնե հասկանա ոնց են փող լվացում։ Դրա համար իրենք ինչ են մեղադրում իրենք։ Լևանալու մասին։ Համար մենք Ես փող լվացել մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվացում, ուրիշ ձև չկայքում փոխով։ Հնարավորություններից ընդամենը մի քանի օր առաջ են ձերբակալել ձեր թիմակցին։ Հնարավոր համարում եք, որ նոր ձերբակալություններ լինեն, օրինակ ընտրությունների նախօրեին, օրինակ Նիկոլ Կարապետյանի կամ այլ ավելի ձեզ մերձավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրեն չի օգնելու։ Դուք պլան բարբերաբար կրկնում եք, պլան B տարբերակ ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն ձեր հետագա քայլերը, որոնց եք օպոզիցիա աշխատելու եք։ Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը։ Դրա վարչական ռեսուրս են նման ահազանգներ ունեն, ներողություն։ Մեր խմբակցությունը նման ահազանգեր է ստանում, պարոն Կարապետյան։ Բոլորը ասում են մենք հաղթելու ենք։ Բայց բոլորը չի որ հաղթելու են, հետևաբար մենք ուզում ենք իմանալ, որ մենք որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ Դուք ինչ եք անելու, եթե չհաղթեք։ Այդ տարբերակը իրոք չկա։ Ի վերջո բարձեցիք Ալիկ Ալեքսանյանը ում էր գումար փոխանցել, ինչու էր փոխանցել ձեր թիմակիցը։ Դա նույնիսկ դուք չեք կարող բարձեք, ես ոնց բարձ։ Ոնց ձեր թիմակիցն է փոխանցողը եղել։ Բայց թիմակիցը ոչ մեկի փող չի փոխանցել։ Բայց ինքը չի փոխանցել։ Ինքը չի հական մարմինները հորինում են, ստեղծագործում են, դնում են շրջանառության մեջ, ինչ որ տարբեր մարդկանց բարբառներով անպայման կգա ժամանակը, շուտով դուք ամեն ինչը կլսեք, անձամբ տեղեկանաք, հնարավորություն կունենաք, հիմա ես ոչ մի բան չեմ կարող։ Մարզերում բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել։ Որտեղ հիմնավոր կասկած չեն ունեցել։ Այդ ձերբակալվածները հակակոռուպցիոնի որ կան, մեծ մասին բաց են թողել։ Դուք ինչ իհարկե մոտ 500 հոգի ձերբակալել են, որից 30-40-ն են։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգեր ունեք, թե չէ։ Մեր խմբագրությունը ստանում է այդպիսի ահազանգեր, հատկապես մարզերում։ Որ դուք տեսնում եք, դա վարչական ռեսուրս է, թե չէ, բայց դուք ահազանգեր ունեք մարզաբնակներից, դուք վերջերս հանդիպեցիք մարզաբնակների հետ։ Եթե վաղը Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 հոգու կարողներին, այսինքն ղեկավարներին, չէ, կարողներին, շոր կարողներին
ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ինչ է, վարչական Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է ներողությունները խեք, որ Սամվել Կարապետյանը գցելու է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալու են եւ քվեարկեն իրենց օգտին, գալու է քվեարկեք եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալու է ձեր հետևից։ Փաշինյանից հարցրեք, այդպես մանր-մունր բաներից Լավ, մի գազի հարց։ սակագնի բարձրացման կամ դադարեցման մասով ինչ տեղեկություններ ունեք, օդից կախված։ Ես իրոք տեղեկություններ չունեմ։ Իսկ Մակրոնի մասով, որ դուք ասել եք Մակրոնն Ալիևին ասել, որ 300,000 ադրբեջանցիների մասով այս պայն կանգնեցնի, այդ շատ քննադատություն դες դուք տենց իրոք տվյալներ ունեք, որ Մակրոնը Ալիևին ասել է։ Ես դա ենթադրում եմ, քանի որ այդ հարցը սուր կանգնած է, Ալիևը կարող էր միջև ընտրությունները սկսել այդ Բայց process-ը։ դուք ասում եք տեղեկություն ունեն, որ թե ենթադրում են։ Դե ինչ-որ տեղեկություններ։ իրականացնելու մեջ։ Ձեր խոսքը շատ խոցելի է դարձնում։ Հերկվել է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին ձեր շրջանառած թեզը Նիկոլ Փաշինյան, արտգործնախարար Միրզա, բայց դուք շարունակում եք պնդել այդ թեզը, հերկված թեզը։ Ձեզ ինչ որ կենտրոնից Ուզում եք ստիպում է ես չպնդեմ, բայց դուք փոշմանելու եք։ Եթե ես չպնդեմ, կանցնի մի շատ Դուք քիչ ահաբեկում ժամանակ։ եք ընտրողներին, Ես չեմ պարոն ահաբեկում։ Կարապետյան։ Դուք Ես փոխարենը պոզիտիվ օրակարգով շահագրգռեք ձեր ընտրողներին։ Դուք նեգատիվ օրակարգով ահաբեկում եք տեղեկատվական ահաբեկում է ձեր Փաշինյանը, ձեր Ալիևը եւ բոլոր իրենց համախոհները։ Մենք ընդամենը կարում ենք խնդիրների մասին։ Հիմա դուք ինձ եք թե Փաշինյանը։ Հայտարարագրի վերաբերյալ վարույթ հարուցել, որ չեք ներկայացրել։ Ի վերջո հիմա էլ արդեն տանն եք տնային պայմանները։ Այ դա Վարդևանյանը գլխին սարքեց, չէ, սարքեց, հեսա ճշտ է, հեսա տեսնում եմ։ Ընտրություններից հետո պարոն Կարապետյան, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք։ Ես ձեզ մի հարց ունեմ, կլսեք։ Հարուսինել էլ մի բան չէ, ոնց որ։ Հարուսելնելը այդքան լավ բան չէ։ Պարոն Կարապետյան, 2021-ի ընտրություններից հետո, երբ պատերազմ եղավ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջադրվեց եւ տեսակ ընտրություններում մեծ մասը ստացավ, ըստացության քվե ստացավ։ Մի խոսքով, ընդդիմությունը դուրս եկավ փողոց, բայց ինչ որ մի ժամանակ հետո այդ շարժումը մարեց եւ այդպես անցան բնականon աշխատանքի։ Հիմա դուք եք համարվում Փաշինյանի հիմնական մրցակիցը։ Դրա համար մենք հաղթելու ենք, չենք դուրս գալու դուք փողոց, կարողանալու մենք եք մնալ հաղթելու ենք։ փողոցում ինչեւ Բայց վերջ ինչի՞ համար ենք մնում փողոց, մասնակցել ենք ու կրելու ենք, բայց մասնակցեց ու առահատը կրեց։ Այդ տարբերությունը, որ Քոչարյանը ասում էր կրելու ենք, մենք ասում ենք հաղթելու ենք։ Ճիշտ ասած, այդ հեշտ լավ արդյունքներ էր ասում հաղթելու ենք, ընտրողները նաև հետընտրական զարգացումների հետ են Տեսակ հուսեր փոխեմ կապում։ այդ լոզունգը։ Ճիշտ Պարոն Կարապետյան, բայց տեսեք, եթե ավելի լուրջ, ձեր խոսքերը շատ են քննադատում։ Այն ժամանակ ասում էին ձեր թիմակիցները թողեք թող խոսի Սամվել Կարապետյանը, տեսեք ինչ կլինի, հետո իշխանությունը թողեց խոսելու, հիմա ձեզ անդադ քննադատում են։ Ձեր խոսքով մի տեսեք խոսել եք դասում ձեր թիմը։ Այնպես բաներ եք ասում, որը չենք հասկանում, դուք եք ասում 300,000 ադրբեջանցիների թեզն է ձեր։ Դե ասում եք տեղեկություն ունենք, հետո ասում եք չէ ենթադրում եմ, հետո բան չեք կարծում։ Համ ենթադրում եմ, համ Չեք տեղեկություն։ կարծում որ դրանով իշխանության ձեռքը կոզր եք տալիս, որ Դրանով մենք իշխանությանը հաղթելու ենք։ ռեյտինգը բարձրացել է։ Պարոն Կարապետյան, դուք Վարդևանյանին այդքան վստահում եք, ինքը ձեր գլխին սարքում է փաստորեն։ Հիմա ինչ եք Վարդևանյանին։ Հիմա ինչ եք անելու։ Ի վերջո դուք բաց եք թողել ժամկետները, որ հայտարարագիրներ դասեք։ Եվ ի՞նչն է խնդիր, ուզում եք վարչապետ դառնալ։ Մտածելու եմ, 2 ժամ ունեմ ժամանակ մտածելու եմ, հետո կասեմ։ Ուզում եք վարչապետ դառնալ, բայց անհարգալից վերաբերմունք եք դրսևորում օրենքի նկատմամբ։ Ինչու չեք ներկայացնում հայտարարագիր։ Մինչև դուք հասնեք նրան, որ իրենք բոլոր ապօրինությունները իմ նկատմամբ կանխեն, որ ես հնարավորություն ունենամ կատարեմ իմ իրավունքները։ Այսինքն չեք ներկայացնելու, միջև այդ ամեն ինչը չլինի։ ունեմ ներկայացնել։ Քիչ ունեք, հիմա էլ տանն եք, տնային կալանքի տակ եք, այն ժամանակ չէիք կարողանում համակարգչին հասանելիություն չունեիք։ Հայտարարագիր ներկայացնելու տեխնոլոգիային ծանոթացեք։ Պարոն Կարապետյան, ինչ ժամանակում Հիմա ինչ եք անելու։ երկարաժամկետ թե կարճաժամկետ հնարավոր կլինի այս Ռուսաստանի մերժված ապրանքները եվրոպական շուկա արտահանել, որտեղ այսօր նախագիծ են ներկայացրել աջակցության, որ արտահանեն եվրոպական շուկա։ Իրենք 8 տարի ունեին, գոնե մի հատ ծիրան տանեն եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել մի հատ ծիրան տանեն, ինձ թվում է
հնարավորություն չեն ունենա։ Փաշինյանը հայտարարել, որ ինքը բիբարին օրինակ տեր կլինի, բայց ժողովուրդը պետք է խաղաղությանը տեր կանգնի։ Դուք խաղաղությանը տեր կանգնեք, որ Նիկոլ Փաշինյանն էլ բիբարին տեր։ Մենք ամեն ինչին տեր կանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բիբարին չի կարա։ Մաքսիմում կարող է մի քանի բիբար ուտել։ Պարոն Կարապետյան, 2024-ին դուք հարցազրույց եք տվել եւ տնտեսությունից Հայաստանի գոհ եք։ 2025-ին ի՞նչն է փոխվել, որ տնտեսությունից գոհ եք։ Հայաստանի տնտեսությունից հիմա էլ եմ գոհ, Հայաստանի իշխանություններից եմ դժգոհ, որ իրենք Իշխանությունները չեն տնտեսությունը։ Քրիքին դեմ չեք։ տնտեսավարողները վարում են իրենց քաղաքականությունը, իշխանությունը ոչինչով բացի քրեական։ Վարչապետը խաբար է ինչ է կատարում Հայաստանի տնտեսությունը։ Պարոն Կարապետյան, ղեկավարում է տնտեսական Կառավարության թիվ 1 Այդ իրեն ասեք, ինձ եք ասում, ինքը չգիտի դրա մասին։ վարչապետի լիազորությունների։ Ինքը չգիտի, ես ունեմ, բայց ինքը չգիտի դրա մասին։ Պարոն Կարապետյան, մի հարց։ Ինքը գիտի, ինքը բիբար գիտի։ Տնտեսության վիճակը լավ, իսկ քաղաքացությունը ոչ։ Այդ մարդը խաբար չի տնտեսություն։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, Այդ մարդը դուր է գալիս, տենց խորոված ուտելը, տենց ձեռքերով մնացած, ասում են ժողովրդական է, բան է, իսկ այդ հարուստները չեք գալի, չեք շփում մեր հետ, բան չեք անում։ Ինչ թողեցին չգնացի։ Ասա թողեն, վաղը գնան։ Ինչու են ձեզ դիմում, պարոն վարչապետով, ձեզ հետ հանդիպած մարդիկ, մի քիչ չեք շտապում, պարոն Կարապետյան։ Վարչապետ չէ, դեռ Կարապետյան։ Հնարավորություն ունեք այդ մարդկանց հարցնեք ինչու են այդպես դիմում։ Բայց դուք ձեզ վատ չեք զգում, կարծես թե ձեր որ ձեզ տենց են գիտում։ Ինձ համար ոչ լավ եմ զգում, ոչ վատ եմ Իմ մոտ զգում։ տպավորություններ որ լավ եք զգում։ Ես վատ եմ զգում, երբ անիմաստ գալիս եմ այս դատարաններ, այդ դրանից Պարոն վատ եմ Կարապետյանի վերջո ինչ արեցիք այդ անձնագրերի քաղաքացիություններից հրաժարվելու ՌԴ եւ Կիպրոսի վերջո մի շաբաթ մնաց ընտրություններին։ Ասել եք Վարդևանյանին ասել, Վարդևանյանը չի պատասխանում, էլի դրա համար ձեզ եմ հարցնում։ Ինչ եք արել, որ դիմել եք մի քիչ մեծամտածել։ Ես ձեզ լուրջ բան Կարապետյան, այդ հարցը շատ լուրջ է, որովհետեւ դուք ցանկանում եք վարչապետը դառնալ։ Այո, դրա համար ամեն անգամ նույն հարցը չեն տալիս, դա պրոցես է։ Ստանում են պատասխան, ինչ եք արել, դրա համար ասում եմ, այդ պրոցեսը։ Դրա համար սկսել ենք պրոցես։ Պրոցեսը ժամանակատար։ Պրոցեսը ո՞րն է, ինչ պրոցես եք սկսել։ Կոնկրետ ինչ եք արել, եթե ես ուզում եմ Դուք գոնե մեկ քաղաքացիություն անգամ հրաժարվել եք, չէ, մի րոպե։ Հրաժարվել եք քաղաքացիությունից։ Ոչ, չեմ պատրաստվում Հայաստանի Հանրապետության Դե որ քաղաքացիությունից։ փորձեք հրաժարվեք, տեսնեք, որ դա ժամանակ է պահանջում։ Ես մեկը պարոն Կարապետյան ջան, զատնի չդնեք, դուք ասացիք ես զատնի դնողի տպավորություն եմ թողնում։ Հիմա վերահաստատում եք, եթե ընտրություններում դուք չհավաքեք։ Հիմա ավելի ագրեսիվ են վերահաստատում, ավելի ագրեսիվ։ Մի բան են քննարկում, օրինակ դուք կարող եք այդ հավակնոտ պնդման տակից դուրս գալ, որ ասում եք հաղթելու ենք, օրինակ Շվարդի չերում ձեզ են ընտրել, կարող է ընտրել, մտածում են ինչ կանեք, եթե պարտվեք, արդյոք փողոցը նորից ունենք զրոյից։ Փաշինյանի նման զրոյից ենք ստում, մենք չենք պարտվում, որ ջան, հաղթելու ենք, հետ միշտ ուզում։ ձեր իշխանությունն է Այդ պարտվողական։ Հունիսի 8-ից ձեր իշխանությունն է հաստատվել Հայաստանում։ Հունիսի 8-ին մենք հաղթելու ենք։ Պարոն Որ դուք բացահայտել છો այս իրավիճակը պլան B ունեք, Գուցե չեղարկվի ձեր ըստ էության շատ գրանցում մոդայիկ հարց եք տալիս, բայց այդ հարցը տեղին չի։ Կբացատրեք իշխանության գալու եւ հաղթելու տարբերությունը։ Պլան B, պլան C։ Իշխանության գալու կալանավորված ժամանակներով իշխանության գալու եւ հաղթելու տարբերությունը կասեք։ ինչ է կան երաշխավորների հարգանք չկա մեկը մյուսի նկատմամբ ներդնելու, այսինքն երաշխավորներ որպես դիտարկում եք Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ։ Հեսա դատավորը երաշխավորների ինստիտուտի մասին խոսում եք, որովհետեւ դուք անմիջապես չեք կարող բանակցել Ալիևի։ Սիվիկի ու Փաշինյանի պատճառով Պարոն Կարապետյան, կալանավորման ժամանակ ով է ձեր հետ բանակցել եւ ասել, որ եթե հետ կանգնեք, պարոն, արդյոք մտավախությունն այն է, որ